Այս անգամ կխոսենք ֆինանսական որոշումների կայացման մեջ ներդրողների վարքագծային առանձնահատկությունների մասին։ Այս տեսանյութերի շարքի վերջում կկարողանաք հասկանալ և ճանաչել հիմնական մտավոր և հուզական առանձնահատկությունները, որոնք կարևոր դեր են խաղում կայացված ֆինանսական որոշումների վրա։ Ինչ վերաբերում է հուզական առանձնահատկություններին, դրանք հիմնականում 6 են, որոնք մեծամասամբ խանգարում են կամ շեղում են կատարելու ճիշտ և լավ ֆինանսական որոշումներ։ Վարքագծերը բխում են հուզական ազդակներից և ոչ օրինակ տրամաբանությունից, և դրանց վրա գիտակցորեն ազդելը շատ ավելի դժվար է դառնում։ Այս անգամ կխոսենք նշված հուզական առանձնահատկություններից երկուսի մասին։ Առաջինը դա կորստի վախն է։ Նոբելյան մրցանակակիրներ Կանեմանը և Տվերսկին ցույց են տվել, որ կորստից ստացվող հուզական ցավը 2 անգամ ավելի շատ է, քան նույն չափի շահույթից ստացվող ուրախությունը։ Այս մասին նաև կարող եք տեսնել գծագրում։ Սա հանգեցնում է երկու երևույթի։ Առաջինը, որ երկար ժամանակ պահում ենք վնասաբեր ներդրումները և հուսալով միգուցե ինչ-որ պահի դրանք կվերականգնվեն, և երկրորդը, որ արագ վաճառում ենք շահութաբեր ներդրումները, վախենալով, որ կկորցնենք արդեն գոյացած շահույթը։ Այս սխալից խուսափելու համար անհրաժեշտ է ունենալ հստակ, տվյալների վրա հիմնված և ամենակարևորը դիվերսիֆիկացված ներդրումային ռազմավարություն և հետևել դրան անկախ հուզական տարբեր իրավիճակներից։ Ներդրողներին հատուկ առանձնահատկություններից մյուսը դա գերվստահությունն է, երբ ներդրողը չափազանց վստահ է իր կատարած ներդրման արդյունքների ընդամենը մեկ տարբերակի վրա և նույնիսկ չի դիտարկում մնացած տարբերակները։ Օրինակ, ներդրողը վստահ է, որ հումքի գները աճելու են և չի դիտարկում անկման հնարավորությունը։ Այստեղ սխալներից խուսափելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել ակտիվների պատմական կատարողականը նվազագույնը 5 տարվա կտրվածքով։ Դե ինչ, հուսով եմ օգտակար էր, կհանդիպենք մյուս տեսանյութերում հուզական մյուս առանձնահատկությունները միասին բացահայտելու համար։